Այս հրապարակված փաստաթղթերից կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե բոլոր նախագահները բանակցել են Արցախը հանձնելու շուրջ, սուտ է։ Ավելին, անգամ Նիկոլ Փաշինյանի ժամանակ է առաջարկվել տարբերակ, որով Արցախը չէր հանձնվում, ու նա ուղղակի արհամարհել է այդ տարբերակը, չի բանակցել ուղղակի։ Բոլոր այն տարբերակները, որով Արցախը մնում էր հայկական, դրել է մի կողմ, ասել է սկսում եմ իմ զրոյական կետից ու բերել հասցրել է Պրահային, որտեղ ճանաչել է Արցախը Ադրբեջան։ Դե հիմա ինձ ասեք, նա ում օգտին է աշխատել։ Ասում է 2019 թվականի տարբերակում առաջին տողում գրված էր երկու երկրների նախագահները։ Հետո ինչ։ Դրա համար բանակցային թուղթ են վիժեցնում։ Ինչ կապ ունի, փոխել տայիր գրեիր Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը։ Հետո ինչ որ այն 2016-ին էր առաջարկվել, ասենք 19-ին էլ թարմացվել։ Կարևորը թե կետերում ինչ էր գրված։ Դու խաղաղ լուծումը գցել ես մի կողմ, ընտրել ես պատերազմով հանձնելու տարբերակը։ Մի հատ էլ հիմա արտաքին գործերի չինովնիկների վրա գցի սախ։